Նիկոլ, դու իսկականից մտածում ես քո ինտելեկտը այդքան կա, որ ինձ հետապնդես։ Դու կարող ես մտածում ես քեզ մի քանի անգամ ասինք պարոն վարչապետ, քեզ թվում է դու վարչապետ ես։ Չէ, այդ լավ է, որ ցույց ես տալի, որ այսքան մարդ հայտարարեց փողոց դուրս գալու մասին, կոչեր արեց, բայց մենակ իմ հանդեպ ես քրեական գործ հարուցում կոչ անելու համար։ Այդ լավ է, որ ցույց ես տալի, որ վախենում ես։ Հոմ ես ու դու էլ գիտենք, թե ինչի ես վախենում ու հատկապես որտեղից ես վախենում։ Բայց մի հատ հələ հասկանանք։ Սիրելի եւ հարգելի ժողովուրդ, ուրեմն քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ գրված է, որ ինչ որ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչություն կա, քրեական գործ է հարուցել իմ նկատմամբ 422-րդ հոդվածի 2-րդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը եւ այլն հրապարակային կոչեր անելու համար, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ով չալարեց, այսօր ասեց ժողովուրդ դուրս եկեք փողոց, կոչ արեց փողոց դուրս գալու, այդ թվում փողոց դուրս գալու իշխանություններին հեռացնելու համար։ Դրանց նկատմամբ քրեական գործ չհարուցեցիր, Նիկոլ, բայց իմ ասացի հիման վրա քրեական գործ հարուցեցիր։ Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ հորդորում եմ մտնել իմ անվանական YouTube-յան ալիք, Տիգրան Ուրիխանյան YouTube-յան ալիք, եւ մի հատ նայել, ինչի առթիվ է քրեական գործ հարուցել այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ։ Չէ որ ես այդ հայտարարության մեջ ասում եմ, որ ուռոդը փորձում է իր նպատակը հասցնել ավարտին։ Ուռոդը հանձնել է Ղարաբաղը, Արցախը ու Թուրքին մտցնում է Հայաստանի սահմաններից ներս։ Որ ուռոդի դեմը պետք է առնել։ Կոչ եմ անում դուրս գալ փողոց ուռոդի դեմն առնելու համար։ Կոչ եմ անում դուրս գալ փողոց, սրանց սաղին ցխել է պետք։ Այսինքն իշխանությունը ընդունեց, որ ուռոդը իշխանությունն է, թե քրեական օրենսգրքում հոդված կա ուռոդին վռնդելու, ուռոդի դեմն առնելու ու սրանց սաղին ուռոդներին ցխելու համար քրեական հոդված կա, դրանով եք ինձ հետապնդում։ Չէ, լավ եք անում, որ հետապնդում եք։ Նետում եք ձեռնոց, ստանում եք նույնը։ Նիկոլ, ժողովուրդը ոնց որ թե արդեն պետք է իմանա, ոնց է ինձ առաջարկ անում քաղաքական համագործակցության։ Ու հետո ոնց այդ քաղաքական համագործակցությունից հրաժարվեցի։ Հա, հանկարծ չփորձես դաշտ նետել նորից այն, որ իբր պաշտոններ եմ ուզել քեզանից Հայաստանում, դեսպանի եւ այլն, թե չէ գտնեմ կպատմեմ ոնց ա եղել։ Չնայած sense թենես դնելու եմ պատմեմ, բայց հիմա քրեական գործի շրջանակներում ցուցմունք եմ տալու, ոնց ես ինձ փորձել կաշառել, ոնց ես փող ուղարկել ու ոնց եմ հետո շպրտե վրեքներդ այդ փողը։ Թե տենց չի եղել։ Թե այսօր լեզուս երկար չի, որովհետև ավելի ճիշտ այսօր լեզուս հենց երկար է հենց նրա համար, որ կարողացել եմ հրաժարվել քո առաջարկած համագործակցությունից, հեն այ իշխանություն։ Հարա Նիկոլ, նորից եմ հարցնում, քո ինտելեկտը այդքան կա, որ ինձ հետապնդում ես։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հայտարարության հիման վրա կարելի է վստահ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ուռոդներ են, որովհետև ես կոչ եմ անում ազատվել ուռոդներից, ցխել սրանց սաղին, որովհետև ես կոչ եմ անում դեմն առնել նրանց, ովքեր հանձնեցին Արցախը ու Թուրքին մտցնում են Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս։ Սիրելի հայրենակիցներ, նորից կոչ եմ անում ուշադրությամբ դիտել YouTube-յան ալիքումս հրապարակված կոչը, որի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն
հատուկ հանձնարարություններով վարչությունում հարուցելա քրեական գործ, որտեղ կոչ է արվում ուռոդի դեմն առնել։ Ամոթա ծիծաղի առարկա ես հանդիսանում։ Այն 2008 թվականի կոչերդ հիշի, մարտի 1-ին բերած, այն 18 թվականին, որ եկար իշխանության, թե քեզ բերեցին իշխանության, այդ ժամանակ իշխանություն զավթելու կոչեր չէիր անում, այս իմ դեմ ես քրեական գործ հարուցում, հա, քաղաքական հիմքով ես քրեական գործ հարուցում, վերջնականապես ես ուզում խայտառակվես, չնայած ավելի շատ խայտառակվելը որն է, արա Նիկոլ, բա Ռոբերտ Քոչարյանին քրեական գործով էլ չես հետապնդում, Սերժ Սարգսյանին չես հետապնդում, Սաշիկի 50-50-ներն ինչ եղավ, Միշիկն ինչ եղավ, Միշիկի աղբոր արդարադատության նախարար նշանակեցիր, որ իմ հանդեպ քրեական գործ հարուցես, ուռոդների դեմն առնելու կոչի հիման վրա։ Արա Նիկոլ, քեզ գերա գնահատում ես, նորից եմ ասում, ինտելեկտիդ չափով շարժվի ու լակոտներից շարժվել տուր։ Բայց քանի որ դու հասկանում ես, որ բացահայտումների շարքը սկսվել է ու դրա վերջը քո համար վատ է ալնելու, որովհետև դրա վերջը մի մեծ պատմության ընդամենը մի մաս է։ Դրա համար էլ դողն ընկելա ջանդ։ Շնորհակալություն ժողովրդի ուշադրությունը սույն քրեական գործով ուռոդների դեմ պայքարի շրջանակներում համեստ անձիս վրա բևեռելու համար։ Շատ կարևոր է, որ ժողովուրդը իմանա, սրա պատճառը սկիզբ առած բացահայտումների շարքն է, որը հələ նոր է սկսում, նոր է թափ հավաքում, ընթացքն ու վերջը շատ տխուր է ալնելու։ Եվ երկրորդ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ, որ իմանաք, ինչա տեղի ունենում իրականում ու խորքային։ Քաղաքապետի աթոռի համար այս իշխանություն կոչվածների կռիվը աչքերիդ առաջ է գնում։ Ինչ հիմարություն ասես չմտածեցին, ինչ ապուշություն ասես չմտածեցին, իրանց համար ընդդիմադիր թազա ստեղծեցին, իրանց մոտ աշխատած, իրանց կողմից քաղաքապետ նշանակված ժողովրդին ազգին սև ու սպիտակի կիսած։ 100 միլիոնի քրեական գործը վզին փաթաթած մտավ իբր ընդդիմադիր, դեն նախկինները արդեն ենքան են պրծե զրոյացե, սրանք էլ հոմ ԱԱՑ-ից ստանում են իրանց վարկանիշի մասին տեղեկությունները, հասկանում են, որ ձեն չեն հավաքելու, իրանք ստեղծեցին իրանց ընդդիմադիրները, ինչ որ այա, մեկա չհավաքեցին, մեկա չեն անցնում, հիմա փորձում են մանդատ ու ձեն փախցնել, եւ քանի որ ես հանրային ձայնի միասնական ցուցակով անցա քաղաքային խորհուրդ, այսինքն Երևանի ավագանի, հետևաբար պետք է հնարավոր ամենը անել, որպեսզի ես չկարողանամ գալ եւ չքվեարկել, որպեսզի մի ձեն պակասացնեն, որպեսզի մի ձեն ընդդիմադիր, իրական ընդդիմադիր ավագանիներից պակասացնեն։ Սա երկրորդ պատճառն է, ինչի են հարուցում քրեական գործ, որպեսզի ես այս ժամանակահատվածում չկարողանամ գալ ու քվեարկել։ Բայց կստանաք հիմա հետևյալը։ Ես հայտնում եմ իմ ինքնաբացարկի մասին, ինչպես ասել եմ ի սկզբանե, թքած ունեմ եւ Երևանի քաղաքապետարանի եւ ցանկացած այլ պաշտոնի վրա Հայաստանի Հանրապետությունում, ու իմ միակ նպատակը ձեզ հանել շպրտելն աստեղից, լսում ես Նիկոլ, հանել շպրտելն է, համել ուռոդների դեմը առնելն է, ուռոդներին ցխելն է, մի հատ է քրեական գործ հարուցեք, ուռոդներին ցխելու արդիվ։ Իդեպ ռելիզը բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում այն կառույցներին ու օտարերկրյա գործընկերներին, ումից մրսում ես ու հետո գնում նստում ոգելիցը լցում ես մեջդ, որ մի քիչ ներվերդ հանգստացնես, անպայման տրամադրվելու է մանրամասն, թե ոնց է Հայաստանում հարուցվում քրեական գործ, համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքական գործչի նկատմամբ, որը կոչ է անում դուրս գալ փողոց ուռոդների դեմ պայքարելու համար։ Ինչևէ, հայտնում եմ իմ ինքնաբացարկի մասին, որպեսզի չառաջանա ոչ մի խնդիր, որպեսզի այդ մեկ քվեն նույնիսկ իրական ընդդիմադիր ուժը չկորցնի եւ ցուցակում իմ գործընկերներից հաջորդը ստանձնելով Երևանի ավագանու կարգավիճակը ու մանդատը կքվեարկի
ճիշտ այնպես, ինչպես պիտի քվեարկեի ես։ Հետևաբար ձեր ավանտյուրան այս մասով էլ չի հաջողվելու։